Այսօր ես տաղավարում հյուրընկալել եմ իրավաբան, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանին եւ խոսելու ենք հենց այս թեմաներից։ Բարև ձեզ, Տիկին Բարև Փոստանջյան, դուք ակտիվորեն ներգրաված եք տևական ժամանակ հետապնդվող քաղաքական հետապնդվողների, քաղաքական առումով հետապնդվողների, ընդհանրապես այն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ովքեր դրա կարիքն ունեն, եւ երևի սկսենք Արեգնազ Մանուկյանից, տեսեք, բավականին մեծ աղմուկ բարձրացավ Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունից հետո, այն առումով, որ շատերը չեն հասկանում, թե ինչու նման ձևով խիստ պատժել Արեգնազ Մանուկյանին, ով իր խնամքի տակ ունի նաև անչափահաս երեխա, եթե անգամ ասենք ինչ որ կալանք պետք է տային, ապա ինչու քրեակատարողական հիմնարկում ու ինչու սահմանափակել բոլոր շփումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արեգնազ Մանուկյանը 2 ամիս մի անգամ կարծեմ խուզարկել են, հետո հարցաքննել են, որևէ գործողություն չեն արել ու հանկարծ նման խիստ ձևով իրեն պատժում են, բանտարկում են, շփումները սահմանափակում են, տպավորություն է, որ բռնել են ամենավտանգավոր հանցագործին։ Բռնել են ոչ թե ամենավտանգավոր հանցագործին, այլ ազդեցիկ խոսք ունեցող մարդուն, ով իր սեռական պատկանելությունը կանանց սեռին է եւ կանանց խոսքի այդ տարածման հետ կապված իրենք խնդիր են տեսնում։ Գիտեք, հիմա ես ընդհանրապես կարծում եմ, որ կին եւ տղամարդ հավասար են օգտվելուց իրավունքներից եւ քաղաքականության մեջ, բայց այնուամենայնիվ տղամարդիկ կարող են ինչ որ չափով իրենց իրավունքների հետ կապված, նաեւ քաղաքական գործունեության հետ կապված ենթարկվեն այս ռեժիմների պայմաններում բռնաճնշումների, բայց երբ կանայք են համարձակվում լինել քաղաքականության մեջ եւ ունենալ ազդեցիկ խոսք, ապա այդ ազդեցիկ խոսքը հատկապես բռնապետերին եւ բռնապետական ռեժիմներին այդ ազդեցիկ խոսքը անպայման կաշկանդելու է եւ այստեղ պատժում են այդ ազդեցիկ խոսքը, ոչ թե պատժում են ինչ որ մի արարքի համար, այլ պատժելի է դարձել ազդեցիկ խոսքը։ Խոսքի համար մարդուն նման խիստ պատիժ այն էլ կնոջը, այո, որովհետեւ դուք նոր հիշատակեցիք, որ այս աթոռը պետք է զբաղեցներ Արեգնազը եւ այստեղից հրապարակեր իր կարծիքը, իր ազդեցիկ խոսքը, իր զրուցակիցների հետ վերլուծեր քաղաքական իրադարձությունները եւ նաեւ քաղաքական օրակարգ հրապարակեր եւ հրամցներ հասարակությանը։ Այո, դա կաշկանդում է, որովհետեւ կանանց խոսքը նույնպես ունի մեծ ազդեցություն հասարակության մեջ եւ ինքը տարբերվող ազդեցություն ունի եւ այդ տարբերվող ազդեցությունը պետք է բանտարկեին։ Բայց սա մի իշխանություն է, որը անընդհատ խոսում է կնոջ դերի բարձրացման, սեքսիզմի դեմ պայքարի, չգիտեմ, կանանց ավելի բարձր դիրքերում տեսնելու մասին, մի կողմից մենք տեսնում ենք այդ մարդիկ, ովքեր կանգնած են բանտարկությունների հետևում, այսինքն որոշումներով եւ այլն, նաեւ կանայք կան իրենց մեջ, չէ՞, բարձր պաշտոններում գլխավոր դատախազ, ներքին գործերի նախարար, էլի մի շարք արդարադատության նախարար, իմիջիայլոց առողջապահության, չէ, արդարադատությանն այստեղ կարևոր, ինքը ընդհանրապես տեսել է քրեակատարողական հիմնարկների վիճակը, ինչ վիճակում են մարդիկ այնտեղ իրենց կալանքը կամ չգիտեմ այդ դատապարտումը կրում, սարսափելի ուղղակի վիճակ է։ Լավ, մի կողմից խոսում է այդ մասին, մյուս կողմից մենք տեսնում ենք նման բիրտ վերաբերմունք, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում մարդու մոտ։ Նայեք, մենք փոխեցինք այս վերջերս, մի քանի տարի է ընդունվեց նոր քրեական դատավարության օրենսգիրք։ Խափանման միջոցների հետ կապված պետք է
ռադիկալ մոտեցումը փոխվեր, այն ինչ որ եղել էր տարիներ շարունակ, այդ մոտեցումը պետք է փոխվեր, այսինքն բացառիկ խափանամիջոց կալանավորումը, կիրառումը պետք է լիներ իրականում բացառիկ, բայց մենք հիմա տեսնում ենք, մենք նաև դա արդեն իսկ արձանագրել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, որ Հայաստանի Հանրապետությունում, պատկերացրեք Եվրոպայի խորհրդի անդամ երկրները ունեն տարբեր սպეციფიկ իրավախախտումներ հիմնարար իրավունքների հետ կապված։ Մենք որպես պետություն արձանագրել ենք, որ նախնական կալանքը Հայաստանի Հանրապետությունում համակարգային խնդիր է։ Համակարգային, այսինքն պատժիչ մեխանիզմ է, Այո, պատժիչ մեխանիզմ է եւ համակարգային խնդիր է։ Պետությունը հետևողականորեն չի կատարում իր պարտականությունները այս ոլորտում։ Այսինքն մարդկանց ոչ թե խափանամիջոց են կիրառում քրեական դատավարության օրենսգրքի առաքելությունը իրականացնելու համար, այդ քաղաքականությունը իրականացնելու համար, այլ ընդհակառակը նախնական կալանքը կիրառվում է որպես պատժիչ միջոց, իսկ տվյալ պարագայում որպես պատժիչ միջոց հենց քաղաքական խոսքի բանտարկության տեսանկյունից։ Հիմնականում կիրառում են քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց նկատմամբ։ Ասենք կարող է մարդասպանը տնային կալանքի գնա, բայց ոչ թե ես ունեմ դեպք, օրինակ այս պահի դրությամբ, երբ անձը դատապարտվել է, բայց այս պահի դրությամբ այդ դատապարտման դատական ակտը մի օր ինքը չի կրել կալանք այդ անձը։ Մասիս Մելքոնյան դատավորը տվյալ անձին դատապարտել էր 5 տարի պայմանական ազատազրկման։ Հետո Վերաքննիչ դատարանը դա փոխեց, դարձրեց 5 տարի պատժի ազատազրկման տեսքով, բայց մինչև հիմա այդ դատական ակտը մտել է ուժի մեջ, մենք դեռ չենք իմանում, ըստ որոշ տվյալների, տվյալ անձը դեռ ազատության մեջ է։ Այսինքն դուք պատկերացրեք, մարդուն կարող են զրկել կյանքից, բայց մնալ խափանման միջոց ընտրվի բացակայելու արգելք եւ մինչեւ հիմա այդ դատական ակտը չկատարվի։ Իսկ տվյալ պարագայում, որ որևիցե խնդիր չկար այս բացառիկ կալանքը խափանման միջոցը ընտրելու հետ կապված, այլ ընտրանքային խափանման միջոցները չեն ընտրվել, ընտրվել է այս բացառիկ խափանման միջոցը։ Սա թույլ է տալիս ենթադրելու, որ սա ուղղակի շատ կոշտ պատիժ կիրառելու կոշտ միջամտություն է մարդու հիմնարար իրավունքներին եւ այս կոշտ միջամտության մասին մենք ունենք արդեն արձանագրված բացասական վարքագիծ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից։ Դա ֆիքսված է Եվրոպական դատարանում։ Այո, մենք հիմա ունենք տարիներ շարունակ նախնական կալանքը կիրառվում է ոչ թե որպես բացառիկ միջոց, այլ հենց բոլոր անցանկալի մեղադրյալների նկատմամբ կիրառվում է այդ նախնական կալանքը, որը տևական է նաև։ Օրինակ սրբազանները Սրբազանները, օրինակ 7 ամիս Վարդան Ղուկասյանը, օրինակ այլ անձին Գյումրիում Ռոբերտ Քոչարյանը տարուց ավել, եթե չեմ սխալվում, կալանքի նախնական կալանքն է, այո, դրանք բացառիկ պետք է լինեն եւ բացառիկ նաև կապված լինեն մասնավորապես, ես այդպես եմ կարծում, մասնավորապես բռնության հետ կապված հանցագործությունների այդ համատեքստում։ Այսինքն հասարակության համար ինքը վտանգ ներկայացնում է, հետեւաբար կալանավորը մարդասպան է, չգիտեմ, մանկապիղծ է, տերորիստ է եւ այլն։ Բռնության հետ կապված, որ անմիջական իր շփումը, այսինքն իրեն հասարակությունից մեկուսացնելը այդպիսի կարևոր պայմաններում, ինչպիսին է բանտախուցը, դա պետք է լինի բացառիկ եւ պետք է լինի հիմնավորումներ։ Եվ հիմնավոր կասկածի հետ կապված, հիմա Արեքնազի հետ կապված եւ Թևանյանի հետ կապված, ես այդ հիմնավոր կասկած հասկացությունը համենայն դեպս իրենց կողմից տարածված հաղորդագրության մեջ ես դա չտեսա, որովհետև դա հնարավոր չէր հասկանալ այդ իրենց կողմից տարածված հաղորդագրությունից, որ արկա է հիմնավոր կասկած։ Ես թվում է իրենք հասկացել են ինչ են գրել։ Նա մեկը Վանաձորից գոռացել է, մյուսն էլ ասել է գրեք մի բան։ Այո, ես էլ եմ այդ կարծիքը ձեր կիսում։ Տեսեք, ես ինքս եղել եմ պատգամավոր։ Այո, մենք ունենք հատուկ պարտավորություն
հրապարակել պետական գաղտնիքը, որը մեզ հասանելի է դառնում որոշ փաստաթղթերի միջոցով։ Բայց դրա վրա Տիկին Փոստանջյան գրած է, չէ՞, որ պետական գաղտնիք է, թղթապանակ, թուղթ եւ այլն։ Բացի այդ, որ գրված է, նաև այդ պահին, որ դու պետք է ծանոթանաս, դու այդ պարտավորությունը ստանձնում ես համապատասխան գործառույթներով։ Այսինքն, եթե ժողով է ինչ-որ եղել ազգային ժողովում եւ քննարկում է եղել, նիստ է եղել, փակ նիստ է եղել, թե ինչ քննարկում է եղել, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ մեկը բերել է փաստաթուղթ, ներկայացրել, համենայն դեպս իմ հարցումները հետեւյալը պարզեցին, որ որևիցե փաստաթուղթ, որ սա գաղտնի փաստաթուղթ է, ներկայացվում է ձեզ ծանոթանալու համար եւ դու դրա համար պարտավորվում ես, ստորագրություն ես ներկայացնում, որ չես հրապարակել նման գործառույթներ, նման փաստաթուղթ համենայն դեպս չի ներկայացվել որևիցե падգամավորի Գեղամ Մանուկյանը բազմաթիվ անգամներ վերջերս էլի կրկնեց, որ մասնակցել է դե բնականաբար ինքը այդ նիստին, Հայաստան դաշինքի նախաձեռնությամբ էր նիստը տեղի ունեցել, ասում են այնտեղ որևէ բան չկա, որը կարող է համարվել պետական, չի քննարկվել, որը կարող է համարվել պետական գաղտնիք։ Նայեք, դա ընթացակարգով է, այսինքն բերել են, ներկայացրել են որևիցե փաստաթուղթ, ենթադրենք, ով է ստորագրել այդ փաստաթուղթը, որ պետական գաղտնիք է, ինքը ծանոթացավ եւ չի հրապարակելու, նման բան չի եղել, եւ հետո եկեք մենք այսօր ապրում ենք տեխնիկական այնպիսի զարգացվածության փուլում, ինչպես ասում էր դասականը, այսպես ասենք ճակերտավոր, որ որևիցե մեկը ձեր հեռախոսների գաղտնալսումներ են, թե ձեր անձնական տվյալները բոլոր տեղերում գրանցված են, հիմա այդ կոդավորումը, որը հեռախոսների պետք է տեղի ունենա, դա որևիցե կերպ չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ դուք առանց դրա էլ արդեն իսկ տարբեր տեղերում գրանցվել եք։ Լսում ենք առանց դրա էլ տեսնում ենք։ Հիմա եկեք այդ ժողովին անդրադառնանք։ Ուրեմն մի հատ դրոն թռցնելը մոտավորապես արժե 100,000 դրամ։ Եթե կարող են դրոն թռցնեն, չգիտեմ այդ ժողովը քանի ժամ է տևել, մի ժամ, երկու ժամ, մի ժամ, երկու ժամ է դրոնը տեղ պտտվեր, սպասեր, լսեր, ձայնագրեր այդ ամեն ինչը եւ այդ ծառայությունը ընդհանրապես պետք է արժանար 100,000 դրամ կամ $1,000, ոչ 620։ Հիմա եթե մի մարդ ում հետաքրքիր է այդ ժողովի տեղեկատվությունը, եթե կարող է դա ինքը ձեռք բերել ընդհանրապես 100,000 դրամով, ինչու պետք է իրենց ասած այդ գումարը վճարեր։ Եկեք տրամաբանենք, էլի։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը կարող է դրոն թռցնել եւ ձայնագրել, այստեղ էլ նույն ձևի։ Կարող ենք հիմա մի հատ դրոն այստեղ դնեն եւ մենք ինչ խոսում ենք, այստեղ քննարկում ենք, կարող է ձայնագրել եւ տանել իրենց համար վերցանեն եւ իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ստանան այդտեղից կոպեկներով։ Տիկին Փոստանջյան, խնդիրը նաեւ նրանում է, որ տեսեք դրանից հետո համակարգված ձևով խախտեցին անմեղության կանխավարկածը։ Նախ Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին Ընտրարշավի կեսից։ Այսինքն դա թույլ է տալիս ենթադրելու, հիմնավոր կասկած ունենալու, որ դա արվել է Ընտրարշավը խափանելու համար։ Միանշանակ։ Դա ակնհայտ է, այսինքն։ Բացի այդ, որ ակնհայտ է, եկեք այդ մինչև Անդրանիկ Թևանյանի ձերբակալելը, կալանավորելը, դրա բնակարանը, այսինքն անձնական տարածք մուտք գործելը, մինչև այդ գործողությունները մենք լսել ենք անոնսը։ Դե 2 օր անցավ դրա անոնսից հետո 2 օր անցել է։ Այսինքն մենք լսել ենք անոնս հայտարարություն, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուրթերից, որից հետո նոր տեղի են ունեցել այս իրադարձությունները։ Այդ ինչպես է եղել, որ այդ տեղեկատվությունը հասանելի է եղել այդ անձին, ով որ այդ պաշտոնն է զբաղեցնում։ Մենք հասկանում ենք, որ այստեղ կա խնդիր, այսինքն, եթե անոնս է տրվում, այսինքն հասկանում ենք, չէ, որ մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել գործողություններ, որոնք նախապես
պլանավորվել են, իրականացվել են, հիմա նույնը Արեգնասի հետ կապված։ Ու մարդուն բախարակում են այստեղ Տիկին Փոստանջան անմեղության կանխավարկածի վրա թքած ունենալով, բայց падգամավորներ, պաշտոնյաներ, հա, քարոզիչներ իրենց միանգամից պետական դավաճան, չգիտեմ, պետական գաղտնիք վաճառ, լավ, ինչքան կա, եթե մարդ տեսնում է, որ այդ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ նման վերաբերմունք ունեն օրենքի օրինականության մարդու պատվի արժանապատվությանը, լավ, մյուսները ինչ անեն։ Այսինքն մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ ընդհանրապես օրենքները, սահմանադրությունը, իշխանությունների բաժանումն ու հակակշռումը արված է այն բանի համար, որ մարդուն պաշտպանեն պետությունից, իշխանություններից, չէ՞ նաև։ Այսինքն այդ իրավապահ համակարգ կոչվածը իշխանությունների քաղաքացուց պաշտպանելու համար է նաև, ամորտիզացիան է, չգիտեմ, պաշտպանվելու։ Հիմա տեսնում ես, որ այդ պատնեշը վերացված է։ Այսինքն ում ուզեն, երբ ուզեն, բռնեք, տարեք, բանտարկեք, վերջ։ Կարող է այնտեղ կես թուղթ բան գրած լինի, ու այդտեղ չհասկանանք էլ, ինչպես հիմա չենք հասկանում, հա, քննչականը ինչ է գրել, ու վերջ, մարդը հայտնվում է կալանավայրում։ Անզորության զգացողություն է մարդու մոտ առաջանում։ Վախի մթնոլորտ։ Դերենիկ ջան, եթե այս 8 տարիների ընթացքում մենք կորցրեցինք մեր ամենակարևոր 20-րդ դարի վերջում եւ 21-րդ դարի սկզբին կարևոր մեր, չգիտեմ, ազգային նվաճում, ինչպես ասեմ, ազգային արժանապատվության վերականգնում մենք ձեռք բերեցինք, մենք հիմա կորցրեցինք այս իշխանությունների օրոք։ Այսինքն մենք ամեն ինչ կորցրել ենք իրենց համար, որևիցե խնդիր չի հարուցում անմեղության կանխավարկած խախտել, մարդու կյանքը ընդհատել։ Մենք տեսանք 2 օր առաջ ինչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի տանը, ընդհանրապես եւ ինչպես էին այս իշխանության ներկայացուցիչները իրենց գործողությունները իրականացնում գազանների հետ, այսինքն կենդանիների հետ, որոնք գտնվում էին վանդակում։ Արեցին, հանգեցրեցին, անկում Հիմա տեսեք, բացի այն, որ իրենք պրոֆեսիոնալիզմից կիլոմետրերով հեռու են, փորձերի հետ կապված խնդիր ունեն, այդ ամենի հետ բայց նաև բարոյականության հետ կապված խնդիր ունենք։ Այսինքն իրենց 70 տարեկան մարդուն տան մեջ մտնելով, ինչու ես դու ոտքերին հարվածելով գցում գետնին, դա ինչի համար է արվում, Տիկին Փոստանջան, ես ուղղակի չեմ հասկանում, դա այլասերվածության, դեգեներատիվ մտածողության է, ինչ է դա։ Ինձ կբացատրեք անցյալ տարի 7-8 ամսական երեխային մոր հետ ինչու էին կալանավորում։ Դա մի դեգեներատ այլասերված դրսևորում էլ դա է։ Հիմա տեսեք, իրենց մոտ խնդիր կա եւ պրոֆեսիոնալիզմի եւ բարոյականության հետ կապված։ Այսինքն այսօրվա այս գործող իշխանության ներկայացուցիչները 2 ախտերով են տառապում, եւ պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ եւ բարոյականությամբ։ Եթե այս երկուսն չկան, ամեն ինչ իրենց համար հնարավոր է եւ իրականացնում են։ Ու կատարողներ էլ գտնում են, ցավն էլ դա է, այսինքն փաստացի համակարգը չի էլ դիմադրում։ Որտեվ համակարգին այդպիսիներն են պետք։ Իրենք համալրել են ամբողջ համակարգը նմանատիպ մարդկանցով։ Դուք հիմա որ տեսնեք նաև նույն իրավապահ մարմինների համակարգում, դատական համակարգում այնպիսի անձանցով են համալրել, որ այդ մարդիկ հեռու են եւ բարոյականությունից եւ պրոֆեսիոնալիզմից։ Այսինքն եթե մարդը պրոֆեսիոնալ չէ, բայց այնուամենայնիվ իր բարոյական կերպարը որոշ չափով իրեն զերծ կպահի անթույլատրելի արարքներից։ Մենք հիմա տեսնում ենք, որ հերիք չէ, որ մարդուն, եթե դու եկել ես ձերբակալելու դատարան տանելու հիմքով, այսինքն պարոն Ծառուկյանի ձերբակալման հիմքը դա էր։ Նրան ձերբակալում էին ազատության մեջ գտնվող մեր ադրալին դատարան տանելու համար, կալանքի այդ միջնորդությունը քննարկելու համար։ Տվյալ պարագայում բացարձակ կարիքը չկար, որ նրա ձեռքերին անցկացնեին ինչ-որ ձեռնաշղթաներ, որոնք չէին փակվում, նրա կարիքը չկար դրա նկատմամբ կիրառել ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ ֆիզիկական ուժ, այսինքն դրա կարիքը չկար, որովհետեւ պրոֆեսիոնալիզմի դեպքում այդ գործողությունները
իրավապահ մարմինների աշխատակիցները, ոստիկանները եւ այդ չգիտեմ ովքեր էին, նրանք իրավունք չունեին դա իրականացնեին, բայց արել են, հերիք չէ արել են, իրենք էլ նկարել են, ես այսօր ասացի, որ շնորհակալություն, որ դուք նկարել եք, որովհետև դուք եք այդ ապացույցը փաստացի մեր համար պատրաստել, որ վաղը մյուսօր մենք ձեզ պետք է այդ ապացույցի ներքո հրավիրենք պատասխանատվության, այսինքն որ դիմակ կա, իրենց չեն ճանաչի, չեն իդենտիֆիկացնի դրա համար։ Դիմակը դա կարևոր չէ, բացի դիմակից։ Ամենայնիվ այդ գործողությունը հրահանգվել է, հանձնարարվել է կատարել ինչ որ անձանց ստորաբաժանումների ներկայացուցիչներին, ովքեր ունեն անուն, ազգանուն, այդ ստալինյան շրջանում իմ տատիկիս, որ եկել են աքսորել են, պապիկիս համար են եկել, բայց պապիկս չի եղել, տատիկիս եւ գրկի երեխային աքսորել են։ Ի վերջո ստալինյան ռեժիմը անկում ապրեց, այդ սիբիրներից հետ եկան մարդիկ, ի վերջո Խորհրդային Միությունը երբ անկում ապրեց, մենք արխիվներից հանեցինք այդ փաստաթղթերը եւ պարզեցինք ինչ եղանակով է եղել այդ հետապնդումը, այնուամենայնիվ այո տարիներ անց այդ մարդկանց անունները բացահայտվեցին, հիմա էլ ավելի արագ է տեղի ունենալու այս ամենը, այդ որ գնում են, չգիտեմ, իրանց դիմակներով երեսները փակում են, իրենց թող չթվա, որ իրենք չեն պարզվելու, նույն այս դատավորը, ով Արեգնազի նկատմամբ այս որոշումը կայացրել է, ինչը ինքը չի կանչվելու պատասխանատվության, եւ ես ասեմ ձեզ, այս վերջի շրջանում դատավորները նույնիսկ օրենքից այդքան չեն վախում, ինչքան վախենում են մարդկանց անեծքներից։ Հա որ։ Այո, պատկերացրեք, իրենց ավելի շատ, այսպես ասեմ, լարում է եւ իրենք կաշկանդվում են, երբ քաղաքացիները իրենց անիծում են։ Այո, մի օր էլ այդ անեծքն է գալու իրենց հասնի։ Դե մեկը կառավարությունից է անեծում ու պախարակում, ժողովուրդն էլ իր հերթին ինչ եմ ասում, որովհետեւ մարդ 8 տարի եղել է 8-ից արդեն ավել տարի իշխանության մեջ է, այս որ երրորդ դեպքն է, ընտրություններից հետո կանգնում հայտարարում է, որ դատական համակարգը կոռումպացված է, ով փող ունի կարող է այնտեղ հարց լուծել, այնպեսի անմեղ դեմքի արտահայտությամբ ջղայն նաև ասում են, որ տպավորություն է, որ իրենից չէ, որ պատասխանատվություն պետք է ուզեն այդ ամեն ինչի համար, այլ չգիտեմ, երևակայական, չգիտեմ, նախկին իշխանության ինչ-որ մի ներկայացուցիչ։ Տիկին Փոստան ջան, դուք առնչվում եք դատական համակարգի հետ։ Սա կարող է ճնշում համարվել դատական համակարգի վրա, երբ պետության ղեկավարը հասկացնում է, որ եթե դու Գագիկ Ծառուկյանի հետ կապված օբյեկտիվ որոշում կայացնես արդարադատության տրամաբանության մեջ, դու կարող է համարվես կոռումպացված, չգիտեմ, եռագլուխ հրեշներին ծառայող եւ այլն եւ այլն։ Տեսեք, այսօրվա այս գործադիր իշխանությունը այնքան լայն շրջանակի լիազորություններ ունի, լայն, բացառիկ լայն շրջանակ է նրա լիազորությունները, որ ցանկացած դեպքում մինչև դատավոր ինքը ասում է, որ դատավորներն են, չէ՞ կոռումպացված, դատական համակարգն է։ Եթե այդպես է, դու ունենալով այդպիսի լայն շրջանակ լիազորությունների, մինչև դատարան հասնելը, այսինքն այնտեղ կա քննիչ, կա դատախազ, որը այդ համակարգում, այսօրվա այս գործող համակարգում, ըստ էության ինքն է դրանց նշանակում։ Այսինքն քննչական կոմիտեի նախագահին ինքն է նշանակում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ինքն է նշանակում։ ԲՏԽ-ի նախագահին ինքն է գործից ազատում, SMS-ի միջոցով։ Քննիչներին ինքն է նշանակում, այդ դատախազին իրենք են ընտրել իրենց մեծամասնությամբ, այսինքն ինքն է նշանակում, հետևաբար մինչև գործը դատարան հասնելը, իրենք անցնում են այդ բոլոր գործերը այդ խողովակներով, եթե այդտեղ այդ խողովակներում չլինի կոռուպցիա, դատարանում չի կարող լինել, այսինքն այդ կոռուպցիան գալիս է հենց բուն
այդ տեղից, ոչ թե դատարանում է։ Հետաքննություն անելու ժամանակ ամենակարևորը այն է, որ սեփական հետքի վրա դուրս չգաս։ Հիմա ինքը հայտարարեց, որ սեփական խնդիրն է։ Այսինքն, տեսեք, եթե ինքը հայտարարում է, որ իր պետության, որտեղ ինքը գործադիր իշխանության ղեկավարն է, արկա է կոռուպցիա դատական համակարգում, այսինքն դա նշանակում է, որ այդ կոռուպցիան հենց իր մեջ է, որովհետև հիմա թող ինքը մեզ հանրությանը ներկայացնի, թե քանի ակնհայտ անարտարացի դատական ակտի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շատ ճիշտ հարցադրում էի միջալոց։ Դե հիմա մի հատ թող ցույց տա այդ կոռումպացված դատավորները։ Թող ցույց տա, կոռումպացվածի մասին ենք խոսում, Մասիս Մելքոնյանը, օրինակ, մահվան ելքով հետևանքով մեղադրյալին պայմանական դատապարտել է 5 տարի ազատազրկման եւ մի օր նախնական կալանքի տակ այդ անձը չի գտնվել։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ ստեղ կոռուպցիա կա եւ այդ Մասիս Մելքոնյանի նկատմամբ ինչու չի նախաձեռնվել։ Կարծեմ այդ նույն դատավորը շատ հայտնի է քաղաքական գործերով որոշումներ կայացնելով։ Իրենց ցանկությունները բավարարելով։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞, ուրեմն որտեղ է այդ կոռուպցիան։ Այդ կոռուպցիան հենց ի սկզբանե այնտեղ է։ Հիմա եթե մենք կոռուպցիայից ենք խոսում, ուզում են հետ վերադարձնել պետությունից վերցված եւ այլն, այդ սևերով են իրականացվում, ով է ասել, որ քարոզարշավի ժամանակ կարող է մարդկանց սպառնալ եւ կարող է մարդկանց սեփականության իրավունքի նկատմամբ հայտարարություններ անել ոտնձգությունների հետ կապված եւ այդ ոտնձգությունների հետ կապված մենք հիմա տեսնում ենք մեկ էլ Արարատ ցեմենտ գործարանը իրապես փակվել է եւ մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ Սեփականություն խլելը մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգությունները արդեն վտանգավոր աստիճանի են հասնում, դա մի այլ կարևոր թեմա է, որովհետեւ դրանով խարխլվում է ամբողջ պետության հիմքը։ Դե հիմա բոլշևիկներն են։ Տեսեք, բոլշևիկները, որ եկել էին, իրենք մշակութային իրենց զարգացվածությունը շատ ցածր էր։ Ամբողջ բոլշևիզմի տրամաբանությունը ո՞րն էր, որ հարուստներից պետք է վերցնենք, բաժանենք աղքատներին։ Հիմա սրանք նոր բոլշևիկներ են ըստ էության։ Նույն բոլշևիկ, ահա, հիմա փոխվել է 100 տարի անց։ Արդեն սմարթֆոն ունեն, բայց իրենք նույն տրոյկաներ հələ չկան, տիկին Պոստանջաններ։ Նույն տրոյկան է, օրինակ այսօր երբ Արեքնազի հետ կապված այս դատական ակտն է կայացվել, այդ նույն տրոյկան է այդ դատավորը եղել, որովհետև ոչ մի ձև դու չես կարող հիմնավորես այդպիսի դատական ակտ, թե հիմնավոր կասկածի հետ կապված, թե մնացած բոլոր կարևոր բաղադրիչների հետ կապված, Արեքնազի կալանավորումը չի տեղավորվում։ Ոչ մի տրամաբանության, բարոյականության, օրինականության շրջանը։ Ոչ մի արդարացում չունի այդ որոշումը։ Հիմա այդ ով կայացրեց։ Տրոյկայիներից մեկը այս ժամանակակից մոդիֆիկացված տրոյկաներն են այս որոշումները կայացնում։ Տիկին Պոստանջան, ամփոփենք, ինձ մեկ հարց է հետաքրքրում, որ առնչվում ես արդեն մոտիկից, այդ քրեակատարողական հիմնարկների դատարաններում այդ խցեր կան, որտեղ պահվում են, չէ՞, ժամանակով։ Դա խայտարակություն է։ Դա ես բազմաթիվ բողոքներ եմ լսում, որ դա մարդու արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգելու մարդուն ուղված դրսևորում է նման խցեր պահելը, նման ազատազրկման այդ ինչ են կոչվում, չգիտեմ, այդ քրեակատարողական հիմնարկներում դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում եւ դատարանների այդ ներքևի նկուղային հատվածում կահավորանք ասենք, թե կահավորանք այնտեղ չկա, այդ բոլոր խցերը ուղղակի անհամապատասխան են այն նվազագույն ստանդարտներին, որը մեր պարտավորությունն է որպես Հայաստանի Հանրապետություն։ Մենք ունենք բազմաթիվ զեկույցներ քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի վերաբերյալ եւ այդ անմխիթար վիճակում գտնվող այդ քրեակատարողական հիմնարկները հիմա այնքան ծանրաբեռնված են այս վերջի շրջանի կալանավորումների հետ կապված։ Բացի այդ, այնքան մարդու նկատմամբ է ընտրված խափանման միջոց,
որը ընդհանրապես պետք չի ընտրել, բացակայում են նաև արդեն բավականին իմաց է տալիս այդ քչությունը, այդ բրասլետ կոչեցյալի, դրանք էլ չկան, այսինքն հիմա համատարած մենք կարող ենք ասել, որ բանտարկյալների և հետապնդվողների և պետության կողմից ռեպրեսիվ մեքենան այդ մարդկանց նկատմամբ միացվածությունը պիկին է հասել և պետությունը այդքան այդ ռեպրեսիվ մեքենայի համար չունի հնարավորություններ, չունի բանտախցեր, չունի բրասլետներ, չունի այդքան դատավորներ, տեսեք, երբ հոկտեմբերի 20-ին անցյալ տարի տեղի ունեցան Գյումրիի դեպքերը, դատարանները, Շիրակի մարզի դատավորները նոն-ստոպ աշխատել են մի քանի օր շարունակ։ 100-ից ավել մարդեր չէ՞ այդտեղ կալանավորված Ուրեմն 40, ես իմ տվյալներով շուրջ 40, այո, 100-ից ավել ձերբակալել էին, 45-ի նկատմամբ ընտրվել էր ազատության, այո, ազատ զրկման հետ կապված խափանման միջոց, այդտեղ էլ կային կանայք, 4 կանանց նկատմամբ ընտրվել էր տնային կալանքը, բայց կապ չունի, ինչու համար, որևիցե ոստիկան չէր ստացել ոչ մի մարմնական վնասվածքներ, ով էր տուժել իբրև կոչված այդ զանգվածային անկարգություններից, դա, այսպես ասենք, այս ռեպրեսիաների ծիծեռնակն էր, ես մարտի 1-ի իրադարձություններից հետո նույնպես ունեմ վիճակագրություն, այդ ժամանակ էր, որ զոհեր կային, բայց այդ ժամանակ էր մոտ 45 հոգի կալանավորված, այդ ինչպես եղավ, որ Գյումրիում այդ մասշտաբները անհամեմատելի են, մասշտաբները և բայց մասշտաբներից հետո կալանավորվածների թվերը և այսօրվա բակալանավորումները, մենք հիմա անընդհատ լսում ենք, որ ինչ-որ կաշառքի հետ կապված մարդուն կալանավորել են կամ ռեպրեսիվ մեքենան այս պահի դրությամբ ուղղակի անդադար աշխատում է և այդ քննիչները և դատավորները և նաև կալանավայրերը։ Երևի այս պարագայում ճիշտ կլինի իրենց խորհուրդ տանք, որ Ամասիայում օրինակ հեռավոր, ցուրտ, մի հատ գուլակ սարքեն քաղբանտարկյալների համար, որը տրամաբանական հասկանալի լինի, էլի, որ այս տեմպերը ուղղակի սարսափեցնող են, իհարկե սարկազմով են սա ամեն ինչ ասում, բայց սարսափեցնող է, երբ արդեն էլի եմ կրկնում, դու քեզ անպաշտպան ես զգում պետական ապարատի այդ պատժիչ ուժային համակարգի իմ կարծիքով այստեղ նաև ընդդիմության մեղքը կա, որովհետև գիտեք, մենք թույլ չպետք է տայինք, որ նախ այսքան երկարատև գործեր այս իշխանությունը, և երկրորդը մեր համար պետք է հասկանալի լիներ, որ այս մարդիկ կեղծել են պատերազմը, այսինքն պայմանավորվել են պատերազմ և պատերազմ են կեղծել, ապա ընտրությունները ինչ է իրենց համար, որ չկեղծեն, սա մենք պետք է հասկանանք և այս ընտրություններից հետոն մեր համար առնվազն պետք է որպես օրակարգ ձևակերպված լիներ և դրանից հետո քայլերը պետք է նաև մեր համար իրագործելի լինեին, հիմա մենք սպոնտան ենք իրավիճակին արձագանքում, համաձայն եմ, պարտիզանական իրավիճակ է, այս սպոնտանությունը մեր համար նաև բարդություններ է ստեղծում, եթե մենք սպոնտան չարձագանքեինք, միգուցե իրենք այսքան ագրեսիվ չէին լինի և այսքան համարձակ չէին լինի, այս սա խնդիր է մեր բոլորիս համար։ Հուսանք հետևություններ կարվի, ինչքան հնարավոր է շուտ, որովհետև այս մամլիչ մեքենան բոլորի վրայով անցնել է, բոլորի, իհարկե, հիմա մի հատ էլ դրվագ խոսենք, մտնում են մարդկանց անձնական տարածքներ, որտեղ կան երեխաներ, տարեցներ, տունն է, որևիցե այդ տարածք գործելուց, որևիցե մեկը ոչ մի ապացույց չի կարող այդտեղից ձեռք բերել կամ ունենալ և ինչու են մտնում անձնական տարածքներ, վախ, սարսափ, մարդկանց ստորացում և հիմա տեսեք, իրենք չեն բավարարվում միայն օրինակ այն մարդով, ով որ խոսեց կամ ով որ գործոն էր, իրենք ասում են, որ մենք ցավ ենք պատճառելու քո
ողջ այդ անմիջական շրջապատին, տան անդամներին մտնելու ենք նրանց բնակարանները, անհանգստությունը պատճառելու ենք, մտնելու ենք, ստուգելու ենք ներքնած գեստները, երեխայի ինչ-որ հեռախոսը, տարեց ծնողի, չգիտեմ, այնտեղ հագուստները, այսինքն բոլոր այդ տգեղ եւ ցավոտ իրենք գործողություններ են իրականացնում եւ սա չպետք է մենք այս մասին լռենք, պետք է բարձրաձայնենք եւ պայքարենք դրա դեմ։ Շնորհակալություն Տիկին Փոստանջյան, հյուրընկալվելու համար։ Այժմ առաջարկում եմ դիտել Արեգ Նազ Մանուկյանի ձերբակալման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես է մտել Տիկին Փոստանջյանը ներկայացրեց, այդ մտնելը, ձերբակալելը եւ այլն, որից հետո արդեն մենք հյուրընկալել ենք Երվանդ Բոզոյանին, իմիջիայլոց ում տուն եւս մտել էին խոզարկելու համար, էլի երևի նույն տրամաբանությամբ։ Օրինակ Երվանդ Բոզոյանի տնից ինչ պետք է գտնեին։ Չգիտեմ։ Ինչ ասես կարող է գտնել։ Դե վարույթի համար հետաքրքրություն պարունակող ինչ ապացույց պետք է նրանք ձեռք բերեին այդտեղից, որ մտել են կամ այդ դատավորը, որը տվել է այդ որոշումը, որ մուտք գործեն, օրինակ Երվանդ Բոզոյանի բնակարան։ Այդ դատավորը պետք է մի հատ նայեր, չէ՞, ի վերջո ում բնակարանն է ուզում խուզարկել։ Մի մարդու, որը ամբողջ իր կյանք իր գործնեությունը այնքան տեսանելի հասանելի է եղել, գիտեք, շատ նույն այդ դատավորները, որ տենց դակել են այդ որոշումները, որ մտել են մարդկանց բնակարաններ, այդ դատավորները նույնպես պետք է կանչվեն պատասխանատվության։ Այո, օրենքի առաջ օրինականության շրջանակներում։ Շնորհակալություն Տիկին Փոստանջյան հետաքրքիր զրույցի համար։ Նայենք այդ ռեպորտաժը, հետո արդեն հյուրընկալենք Երվանդ Բոզոյանին։ Շնորհակալություն։ Չէ, ասեք մի րոպե, մտել եք մեր բնակարան ու ներխուժել եք մեր բնակարան ու չեք ասում ինչի եք ներխուժել։ Մի հատ դուք ներկայացեք, ասեք ովքեր եք, ինչի եք եկել մեր բնակարան, հետո որոշումը ցույց կտա։ Մի րոպե։ Մի խլեք ինձանից իմ հեռախոսը։ Բնականաբար հիասթափված ենք այս որոշումից, որովհետև որոշման կապակցությամբ, որովհետև այն ընթացքը, որ ուներ դատական process-ը, այլ բանի մասին է խոսում։ Պաշտպանության կողմը բնականաբար դիտարկումները ներկայացրել էր, թե հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ եւ թե խափանման միջոցների կիրառման հիմքերի վերաբերյալ, բայց ցավոք սրտի դատարանը հաշվի չի առել ողջ դիտարկումները, որոնք մենք ներկայացրել ենք։ Քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը, մենք նաեւ մեր դիտարկումներն ենք ներկայացրել կանանց նկատմամբ ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչը ենթադրում է նաև բնամտին անչափահաս երեխայի առկայության դեպքում այլընտրանքային խափանման միջոցների կիրառման նպատակահարմարությունը եւ այս պարագայում նորից նույն արդյունքը ունենք հաշվի չեն։